Տնտեսական հարթությունում դուք երբևէ փորձել եք համեմատել հայ-ֆրանսիական Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները։ Միշտ այդ խնդիրը եղած է, որովհետև երկու երկրներու միջև տնտեսական հարաբերությունները մեկ կողմի Ադրբեջանի եւ մյուս կողմի Հայաստանի մեջ անհամեմատ դարաբնույթ են եւ անհամեմատ բան ունի մասշտաբի համագործակցություն է եւ Ֆրանսիայի իշխանությունները որոշ ժամանակ նույնիսկ բացահայտ կերպով ասին, որ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները պետք է շատ ավելի զարգանան, որովհետև շատ ծիծաղելի գումարներ էին 50 միլիոն 50 միլիոնի շուրջ կդառնար եւ կգործեմ, որ այդ խնդիրը շատ ռազմավարության վրա եւ այսինքն ռազմավարական կարեւորության վրա մեծ ազդեցություն ունի այս մասշտաբի խնդիրը երկու դարբերությունները հետեւաբար Հայաստանի կարևորությունը նաեւ ռազմավարական կարևորությունը նաեւ այս մասշտաբեն գախված է այսինքն քչութեն են գախված է արևդուրի եւ տնտեսական հարաբերություններում մակարդակեն գախված է այսինքն ֆրանսիական ներդրումները Ադրբեջանում ավելի շոշափելի են, քան Հայաստանում պետք է ասել, որ Ադրբեջանի հետ ներդրումներու մեկ կարևոր բանը ոլորտը նավթն է եւ առաջինորեն այդ խնդիրը կա եւ նավթի շուրջ դարձող բաներն են, այսինքն ոլորտներն են, նավթի հետ կա առնչված ոլորտներն են, նույնիսկ եթե Ֆրանսա նավթ չի ներբերեր, չի ներմուծեր Ադրբեջանեն, այդ ոլորտի տնտեսության մեջ կարևորություն կա։ Երկրորդ ոլորտը, որ մեծ բան ունի, մեծ կարևորություն ունեցավ ասկե 10 տարի առաջ, արբանյակներու ոլորտն էր։ Եվ դակավին կգարձեմ, որ այդ ոլորտը իր ամբողջ դարողությամբ չէ հասած, այդ ոլորտի շուրջ դարձող ջարդարարվեստի ուրեմն շուրջ գաբերը Ադրբեջանի եւ Ֆրանսիայի մեջ կան եւ գոյություն ունին։ Այնպես որ ես չնայած քաղաքական հարաբերության մասնակից չեմ, բայց գիտեմ, որ դարբերությունները կան, այսինքն մագարտակի դարբերություն կա, եւ այդ դարբերությունը նաեւ իր թերագադարությունը ունի։ Ահա, այսինքն դա կա չնայած դիվանագիտական դիմակայությանը Բաքվի եւ Փարիզի միջեւ։ Երբեմն Ֆրանսիայի մեջ կսվի, որ Total ընկերությունը, նավթի Total ընկերությունը իր առանցին դիվանագիտությունը ունի երկրներու հետ եւ այս բարական ճիշտ է Ադրբեջանի հետ։ Երբ հարաբերությունները երկու երկրներու միջեւ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ շատ սկտված են եւ շատ լարված են, միաժամանակ կտեսնենք, որ Total-ի նախագահը Ալիևի հետ առանցին հանդիպումներ ունենան։ Այնպես որ տնտեսությունը երբեք չընկրկիր, ընկրկում չկա տնտեսության մեջ եւ այդպես կշարունակվի։ Օրինակ վերջերս երկու ֆրանսիացի փանդարգյալներ կային, քերիներ կային, այսինքն Ֆրանսիայի մեջ կսենք pedagogan քերիներ, որոնք Ադրբեջանի բանդերում կգտնվեին եւ ասոնք ազատ արձակվեցան եւ մինչ այդ հարաբերություններ եղան, բանակցություններ եղան երկու երկրներու մեջ միջև եւ այդ բանակցություններու ընթացքին շատ հավանաբար տնտեսական համաձայնություններ եղան։ Չեմ զարմանալ, որ տնտեսական ռազմավարական կարևորություն ունեցող տնտեսական հարաբերություններու բանի մեջ, ոլորտի մեջ նոր բաներ կան, նոր կապեր ստեղծված են, հետևաբար բաներ այս խնդիրը շատ բարձրամիտ ծևով պետք է տեսնենք եւ բարդ խնդիրներ են։ Առաջին բանջը Ադրբեջանի կողմէ այն է, որ Ֆրանսա Եդ Ադրբեջան ուղարկե Ադրբեջանի իշխանություններու հակարակորդները ինտիմատիվ մարդիկ, որոնց մի քանի մեկ հոգի սպանվեցավ, մյուսի թեմ սպանություններու փորձ եղավ, բայց որովհետև Ֆրանսա իր բանդարգյալներ ուներ, ֆրանսիացի բանդարգյալներ ուներ Ադրբեջանի մեջ, վստահաբար համաձայնեցան որոշ ոլորտներու մեջ ոչ
այս մարդկային իրավունքներու վերաբերյալ, բայց շատ հավանաբար տնտեսական համագործակցության ոլորտի մեջ անպայման որ Ֆրանսա զիջեցավ այս խնդրի մեջ։ Տիկին Հիլդա, արդեն հայտնի է Հայաստանում խորհրդարանական ընտրությունները երբ են տեղի ունենալու 2026 թվականի հունիսի 7-ին։ Հիմա այն մթնոլորտը, որ առկա է այսօր Հայաստանում, արդեն նախընտրական կոչել, դե դուք ուրիշ ձևակերպում ունեք։ Գարձեմ, որ բազմաշերտ մեկ բան է, մեկ խնդիր է այս հարցը, անպայման որ նախընտրական բան ունի, պարադխիչ ունի, որովհետև այս նյութը նաև գհուզե հասարակության մեկ մասը, այսինքն որոշ եկեղեցականներու վարկակից եւ այլն, այս մասին կխոսվի եւ սփյուռքի մեջ խոսված է միշտ։ Եվ շատ հավանաբար Հայաստանի մեջ այդ շերտը, որ գհավատա, որ այսպես բարձամիտ ծևով կտեսնի այս խնդիրը, որ մեկ կամ երկու եկեղեցականներու հավանական կամ կարելի հնարավոր օրինազանցությունները կդարածվին ամբողջ եկեղեցու վրա եւ այլն, եւ կարծեմ, որ Հայաստանի վարչապետը կփորձի այդ հասարակության մեջ իր նոր այսպես հնարավոր բաներու բազան գտնի, իր նոր հնարավոր համակիրներու նոր բան ստեղծի, բազամը ստեղծի, շատ հավանաբար այդ մեկը գոյություն ունի, բայց այդ մարդիկ չեն գիտեր եւ հավանաբար չեն ուզեր հասկանալ, որ այս խնդիրը ինստիտուցիոնալ խնդիր է, այսինքն պետությունն է, որ պետության ներկայացուցիչն է, որ կբախարագե հայ եկեղեցին եւ ամեն օր վարչապետը իր էջին վրա հայ եկեղեցու մասին բանաստանքներ կշարադրե եւ այստեղ մեկ կամ երկու կամ 10 կամ 20 եկեղեցականի խնդիր չէ, այստեղ ինչպես կսեն ինքնության խնդիր է հայ ժողովրդի համար, որ եկեղեցին որպես հաստատություն, որ եկեղեցին զերծ մնա այսպիսի հարցակումներ է, կգարձեմ, որ զանազան բաներ կան, մագարտակներ կան այս խնդրի մեջ եւ անոնք, որոնք կգարձեմ, որ այսօրվա իշխանություններու այս հակասությունը եկեղեցու հանդեպ պատասխանն է այն իրողության, որ եկեղեցական Բաքրատ arczepiskopos բանի թիմաձե, քաղաքական կորզնտացի թիմաձե, կգարձեմ, որ կսխալին, այս պարակային կգարձեմ, որ հայ ժողովրդի ամենակարևոր հաստատությունները մեկը եւ թերևս այսօրվա ամենակարևոր հաստատությունն է, որ թիրախ դարձած է իշխանություններու հաշվարկներուն եւ իշխանություններու այսպես բարձամիտ բարած քաղաքականության։ Այսինքն ինչպիսի ընտրություն է սպասվում մեզ, Տիկին Հիլդա։ Իսկապես կգարձեմ, որ մենք հետս հետը գտիմենք դեպի քաոս։ Չեմ գիտեր թե Հայաստանի մեջ ինչ փոփոխություն պիտի, ինչ նոր այսպես ուժը պիտի գազմվի, բայց իմ կարծիքով բոլոր խնդիրը այսօր Հայաստանի մեջ զանազան ուժերու, որոնք այս կացության են թշկող են, զանազան ուժերու միավորումն է, որ կարելի չէ։ Եվ այդ ուժը այսօր որ բոլորովին անհրաժեշտ բան է, այդ միավորման խնդիրը բոլորովին անհրաժեշտ կտեսնեմ եւ կենսական կտեսնեմ այսօր մեկ քաղաքական ուժ կամ անձնավորություն դակավին չտեսանք, որ բոլոր այդ փոքր խումբերը, որոնք կգազմվին եւ որոնք տեսանելի են եւ որոնք առողջ մտածողություն ունին վերջապես, այդ բոլոր խումբերը համախմբե մեկ բանի մեջ, մեկ բարունակի մեջ եւ կգարձեմ, որ քաոսեն դուրս գալու միակ միջոցը այս մեկն է։ Այսինքն միավորման նոր բանը պետք է, հարթակը պետք է ստեղծվի եւ ոչ թե նոր բուսակցություններ, նոր փոքր գազམ-ավորումներ, որոնք
յուրաքանչյուրը լավ բաներ կխոստանան, բայց անկարող են առանցին այս մեծ խնդիրը լուծելու։ Դե Հայաստանը ունի նաև խորհրդարանական ընդդիմություն, բա նրանք ինչ պետք է անեն։ Նրանք կգործեն, որ իրենք ալ բանոնին, բարգականություն ունին, միավորվելու եւ այս անցյալի եւ նախկիններու եւ նորերու այս պայքարը կգործեն, որ Հայաստանի մեջ շատ մեծ ավերներ կործեց եւ դակավին պիտի կործե, այս նախկիններու եւ այսօրվա խնդիր չկա այլևս, այսօր հսկայական մեկ բան կա, հսկայական մեկ դակնապ կա, որ կգնա շատ ողբերգական վերջ գտնել Հայաստանի մեջ, ողբերգական ելք ունենալ Հայաստանի մեջ եւ կգործեմ, որ այլևս այդ դարանչադունալ կգործեմ սխալ է խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական եւ այլն այս դարանչադունները ավելի եւ ավելի բաժանարար գիծեր կստեղծեն կգործեմ, որ այսօր բաժանարար գիծերու ժամանակը չէ այլևս։ Այսքանը։ Եվ այսօր մեջ կգործեն մեծ պատասխանատվություն ունի բեդությունը եւ իշխանությունը։ Շատ լավ։ Որովհետեւ այս բոլորը գրնանքալ միայն բեդութեն են, այսինքն բան է օրինաչափ է, որ այս ոճը որ դրվեցավ մի քանի տարի առաջ այս ադելությունը որ սերմանվեցավ, որ արդեն իսկ կար որոշ չափով երկրի մեջ, այս մեկը մյուսին թեմ այս ադելության չափը որ մեծացավ եւ հետս հետը ավելի կմեծանա եւ դարանչադումներ կդարվին հասարակության մեջ կգործեն որ այսօր մեծ պատասխանատվություն ունի իշխանությունը եւ ինչպես միշտ իշխանությունն է որ պետք է ցերնարգեր որ այս բանին վերջ տրվի եւ ընդհանրապես այսօր կտեսնենք որ կշարունակվի դակավին նոր բաժանումներ եւ նոր թշնամություններ ստեղծելու